Անգլիական իրավունքում վաղուց ձևավորված ավելորդ ծախսեր ինստիտուտը դիտարկվում է որպես դատավարական կարգապահության ապահովման կարևոր գործիք, որը հնարավորություն է տալիս դատավորին փաստաբանի անփույթ կամ ոչ պատշաճ վարքագծի հետևանքով առաջացած ծախսերը դնել հենց փաստաբանի վրա։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Անգլիական իրավունքում վաղուց ձևավորված West Coast ինստիտուտը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է նաև Հայաստանում որպես դատավարական կարգապահության ապահովման և անհարկի ձգձգումների կանխման հնարավոր գործիք։ Այս ինստիտուտը նախատեսում է, որ փաստաբանի անփույթ, ոչ պրոֆեսիոնալ կամ ոչ պատշաճ վարքագծի հետևանքով առաջացած ավելորդ ծախսերի փոխհատուցման պարտավորությունը կարող է դրվել հենց փաստաբանի վրա։ Մի շարք արևմտյան երկրներում կա West Coast հասկացությունը, որտեղ ըստ էության սահմանվում է սկզբունք, որ անթույլատրելի կամ փաստաբանի ոչ պատշաճ վարքագծի հետևանքով վերջինս վրա դրվում է հենց այդ ավելորդ ծախսի վճարման պարտավորությունը, քանի որ հենց այդ անպատշաճ կամ ոչ պրոֆեսիոնալ ձևով իր մասնագիտական գործունեությունը ծավալելու արդյունքում մյուս կողմը ստիպված է լինում այդ ծախսերը կրել։ Մասնագիտական շրջանակներում նշում են, որ նման մեխանիզմը կարող է էական դեր ունենալ դատավարությունների արդյունավետության բարձրացման և անհարկի ձգձգումների կանխման գործում, սակայն միաժամանակ ընդգծվում է, որ տարբեր իրավական համակարգերում փաստաբանական ինստիտուտը տարբեր կառուցվածք ունի, իսկ պատասխանատվության մեխանիզմները գործում են ամբողջական համակարգի շրջանակում։ Անգլիայում տարբերվում է փաստաբանության ինստիտուտը մեր ինստիտուտից, այնտեղ տարբեր ձևաչափեր կան, բարիստերներ, սոլիսիտորներ, այսինքն տարբեր կատեգորիաների են բաժանվում փաստաբանները եւ այնտեղ կան մի քանի պատասխանատվության միջոցներ փաստաբանների հետ կապված, ասենք կարգապահական բնույթի, ընդհանուր քրեական բնույթի, եթե ասենք փաստաբանը կատարում է քրեական հանցագործություն, ինչպես նաեւ ասենք գույքային բնույթի, որ վստահորդը կարող է դիմել իրավաբանական ընկերության կամ փաստաբանի դեմ եւ պահանջել իրենց գործողությունների արդյունքում վստահորդին պատճառված վնասի հատուցում եւ այդ West Coast ինստիտուտը, այսինքն ինքը այսպես մի ամբողջական համակարգ է Անգլիայում պատասխանատվության, որի նպատակը նա է, որ ավելի բարեխիղճ, ավելի բարեվարկ, ավելի պրոֆեսիոնալ եւ այսպես վստահորդակենտրոն լինի փաստաբանի գործունեությունը։ Իրավաբանների գնահատմամբ խնդիրը հատկապես տեսանելի է այն իրավիճակներում, երբ դատավարության մասնակիցը պատշաճ կերպով ներկայանում է նիստին, սակայն նիստը վերջին պահին հետաձգվում է անհիմն միջնորդությունների կամ ոչ պատշաճ պատրաստվածության հետևանքով։ West Coast-ի կիրառման առանցքում գտնվում է փաստաբանի վարքագիծը, սակայն գործնականում կարևոր է տարբերակել դա սովորական դատավարական սխալներից։ Պետք է լինի անփույթ, ոչ պատշաճ վարքագիծ փաստաբանի կողմից։ Մենք ունեցել ենք նման պրակտիկա, պատկերացրեք դուք որպես դատավարության մի մասնակից, այսինքն հայցվոր կողմ ստիպված եք գնալ ինչ-որ քաղաքում, պայմանականորեն ընդունենք Վայոց Ձորի մարզ, դատավարությանը մասնակցելու եւ հասնելով այնտեղ, ծախսեր կատարելով, չգիտեմ, մեքենայով հասնելով, գնալ որպեսզի ժամանակին պատշաճ ներկայանալ դատավարության հենց այդ ժամին, պարզվում է, որ դատավարության մյուս մասնակցի փաստաբանը, ասենք 3-4 րոպե առաջ դատական էլեկտրոնային համակարգում մուտք անում, գործը հետաձգելու միջնորդություն պայմանավորել, որ վերջինս նոր է ստացել կամ որպես փաստաբան նոր է ներգրավել որպես պատասխանող կամ հայցվորի ներկայացուցիչ։ Այս դեպքում, եթե պարզվում է, որ նման վարքագիծը ըստ էության անփույթ կամ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է, հենց այս վարքագծի հետևանքով վերջինս վրա պետք է դրվի հենց այդ ավելորդ ծախսի վճարման պարտավորությունը։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ գործնականում բավական բարդ է հստակ տարանջատել ոչ պատշաճ վարքագիծը եւ սովորական դատավարական սխալները։ Տարբերացիաներում նույն գործով կարող են լինել տարբեր իրավական գնահատականներ, ինչի պատճառով չափորոշիչների հստակեցումը դառնում է զգայուն հարց։ Շատ դժվար է հստակ ինչ-որ չափորոշիչ կիրառել, որպեսզի ենթադրենք, դիտարկել օրինակ, տվյալ հայցը ինքը անհիմն է, թե անհիմն չէ, որտեղ օրինակ փաստաբանի համոզմամբ ինքը կարող է լինել հիմնավորված հայց եւ վստահորդի համոզմամբ, բայց դատավորը ունենա լրիվ հակառակ դիրքորոշում, վերադասացիանը ունենա մեկ այլ դիրքորոշում եւ մենք էլ մեր ընկերության պրակտիկայում ունենք, որ ենթադրենք մեր հայցը մերժում է դատարանը, բայց ասենք վերաքննիչ դատանը բեկանում է միանգամից, ասենք
այլ որոշում է կայացնում եւ գրում է որ դատարանը եւ գնահատականը տալի որ Ղարաչյանի դատարանը սխալ է, ասենք մեկնաբանել օրենքը կամ կիրառել այն սխալը դիտարկել ապացույցները եւ այլն։ Դրա համար այս առումով չեմ կարծում որ հնարավոր է ինչ որ հստակ ինչ որ չափորոշիչներ ձևավորել, որի հիման վրա մենք օրինակ կարող ենք ասենք այդ հայցը իսկապես անհիմն է եղել, թե հիմնավոր է եղել եւ այստեղ շատ ռիսկային կարող է լինել, որ եթե այս դեպքում դատարանը իր վրա վերցնի նաեւ առաքելություն գնահատել եւ դա վերածել ինչ որ ֆինանսական պատասխանատվության նաեւ փաստաբանի նկատմամբ։ Քննարկումների շրջանակում ուշադրություն է դարձվում նաեւ այն դեպքերին, երբ դատավարության ընթացքում կատարվում են ծախսեր, որոնք հետագայում դատարանը կարող է չհամարել անհրաժեշտ կամ վերաբերելի տվյալ գործի համար։ Մասնագետները հիշեցնում են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիության սկզբունքը, որի համաձայն իրավունքների իրացումը չպետք է հանգեցնի մյուս կողմի իրավունքների խախտման կամ դատական գործընթացի անհիմն ձգձգման։ Իհարկե դատարանը պետք է գնահատի ցանկացած վարքագիծ, այսինքն գնահատի արդյոք այդ դրսևորված վարքագիծը ըստ էության ոչ պրոֆեսիոնալ, չգիտեմ, անփույթ, այստեղ ամենևին կարևոր չէ դիտավորություն լինի, պայմանականորեն կանոնում փաստաբանը ոչ պատրաստ, այսինքն գործին կամ մասնակցի ոչ պատրաստ տնելով։ Սա եւս հենց այդ անփույթ վերաբերմունք է, որի հետևանքով դատական գործը ձգվում է եւ մյուս կողմը, որը պատշաճ կերպով ներկայացել է եւ ցանկացել է իրականացնել իր գործառույթները որպես փաստաբան, ստիպված չի կարողանում իրականացնել, որովհետեւ մյուս կողմը լինելով անփույթ միշորցու ներկայացնելով հետաձգել նիստը, որտեղ վերջինս պատրաստ չէ կամ որևիցե ինչ-որ փաստը թղթի բերումով, որը պարզում է, որ իրականում այդ փաստը թղթը կա, բայց դրա հետևանքով ձգում են նիստը, կամ որևիցե այլ պատճառներ, որ ըստ էության ապացուցում է, որ փաստաբանը անփույթ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է, ապա մյուս կողմին պետք է հենց հատուցվի հենց այդ ծախսը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ wasted costs order-ները կիրառվում են հիմնականում որոշակի տիպային իրավիճակներում, օրինակ նիստին չներկայանալ, դատարանի ցուցումները չկատարել եւ այլն։ Միևնույն ժամանակ քննարկվում են այն իրավիճակները, երբ դատավարության հետաձգումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն փաստաբանի վարքագծով, այլև այլ հանգամանքներով, դատավորի բացակայությամբ, տեխնիկական խնդիրներով կամ պետական մարմինների գործողություններով։ Կարող են տարբեր հանգամանքներ լինեն։ Լինում է դեպքեր, երբ որ օրինական նիստը հետաձգվում է, ենթադրենք այն պատճառով, որ դրական գործով հանրային մեղադրողը չի ներկայանում, ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Լինում է, որ ասենք ենթադրենք դատավորի ինչ-որ վատառողջ լինելու պատճառով կամ այլ հանգամանքով պայմանավորված նիստը հետաձգվում է, լինում է կալանավորին ոստիկանությունը չի բերում քրեակատաղական հիմնարկից։ Հիմա ուզում եմ ասեմ, եթե մենք այս կոնտեքստում այդ հարցը բարձրացնենք, մենք դա ընդհանուր պետք է ուրեմն դիտարկենք։ Այս եթե բուն ոստիկանի կամ դատախազի կամ ենթադրենք դատավորի մեղքով եղավ, չգիտեմ, հոսանք չկա, էլեկտրաէներգիա չկա, ձայնագրման համակարգն է փչացել, նիստը չի կայանում։ Իսկ դու գնացել ես օրինակ Երևանից հասել ես Գյումրի, օրինակ, այս պարագայում հիմա արդյոք ինչ որ մեկը պետք է դրա համար կրի պատասխանատվություն, օրինակ ասենք հեծը պետք է կրի դրա համար պատասխանատվություն, թե չէ, որ ինքը հոսանքազրկել է դատարանի շենք առանց նախազգուշացման, ինստիտուտը պետք է համակողմանի դիտարկենք, էլի, եւ եթե նման հարց ենք բարձրացնում, այդ համակարգը մշակենք, որ բոլոր սուբյեկտներին վերաբերի, ոչ թե միայն ինչ որ զուտ մի փաստաբանի։ Լինում են դեպքեր, երբ դատավարությունը ձգձգելու անհրաժեշտությունը բխում է հենց վստահորդի շահերից։ Այս դեպքում փաստաբանը գործում է իր վստահորդի շահերից ելնելով, բայց մյուս կողմը կամ դատարանը կարող են ընկալել սա որպես անհարգելի ձգձգումներ։ Միաժամանակ մտահոգություններ կան, որ նման մեխանիզմը կարող է սահմանափակել փաստաբանների անկախությունը կամ ստեղծել ավելորդ ճնշում։ Որպեսզի չչարաշահվի, այսինքն փաստաբանի անկախությունը կասկածի տակ չդրվի, պետք է հստակ սահմանվեն օրենսդրորեն մեխանիզմները, որոնք ըստ էության կպաշտպանեն փաստաբանին իր մասնագիտական գործունեությունը ծավալելու համար, լինել անկախ, այսինքն այդ պատասխանատվության ենթարկելու յուրաքանչյուր դեպք պետք է ապացուցվի, որ ասում եմ դրսևորվել է անփութություն կամ ոչ մասնագիտական վարքագիծ։ Ընդգծվում է, որ ցանկացած նման բարեփոխում պետք է իրականացվի զգուշավոր եւ համակարգային մոտեցմամբ հաշվի առնելով Հայաստանի իրավական մշակույթն ու դատավարական պրակտիկան։ Իհարկե կարելի է տարբեր երկրների փորձը, միջազգային փորձը ուսումնասիրել, փորձել տեղայնացնել, բայց ես միշտ դեմ եմ, որ բարեփոխումները կամ օրենսդրական ինստիտուցիոնալ փոփոխությունները իրականացվեն զուտ copy-paste տարբերակով, հա, որովհետեւ մենք կարող ենք ուսումնասիրել
շարունակել դիտարկել տարբեր դրական բացասական փորձերը, բայց միշտ պետք է նաև հաշվի առնենք մեր իրավական մշակույթը, մեր իրավական համակարգ ավանդույթները, կայացվածությունը այս կամ այն ինստիտուտի հասարակության կայացվածությունը, որպեսզի չլինի, որ դրսից ներդրված համակարգ դառնա մեզ համար գլխացավանք։ West Coast ինստիտուտի ներդրման հարցը Հայաստանում պահանջում է համալիր եւ հավասարակշռված մոտեցում։ Մի կողմից այն կարող է նպաստել դատավարական կարգապահության ամրապնդմանը, դատական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, մյուս կողմից կարևոր է բացառել փաստաբանական գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության կամ ճնշման ռիսկերը։ Մասնագետները կարևորում են, որ ցանկացած նման փոփոխություն հիմնված լինի հստակ օրենսդրական չափանիշների, կանխատեսելի կիրառման մեխանիզմների եւ տեղական իրավական համակարգի առանձնահատկությունների հաշվառման վրա։